Թեև պայծառակերպության տոնը անցել է, բայց պայծառակերպության տոնի խորհուրդը դեռ շարունակում է խոսել մեզ, այնպես որ մենք շարունակելու ենք խոսել սրա մասին, որովհետև ես ցանկանում եմ սիրելիներ, եթե Տիրոջի կամքն է դա, որ կոտրվի այն ստերեոտիպերը, որոնք որ կա մեր ժողովրդի մեջ կարծրացած, որ օրինակ, չգիտեմ, օրինակ Սուրբ Ծնունդը ոչ միայն մեր ժողովրդի մեջ, ամբողջ աշխարհում է դա, օրինակ Սուրբ Ծնունդը ասոցացվում է միշտ ինչ որ ձմեռ պապիկի հետ, Սանտա Կլաուսի հետ կամ նվերներ տալ եւ առնելու հետ է ասոցացվում։ Ու կարծես Սուրբ Ծննդյան խորհուրդը ստվերվում է, չէ՞։ Այս ամեն ինչը, որովհետեւ սա այնքան վառ գույներով է մատուցվում, որ Սուրբ Ծնունդը ստվերվում է։ Նույնպես եւ պայծառակերպության տոնը կամ Հիսուսի փոխակերպման տոնը ստվերվում է. Ինչով է ստվերվում։ Ստվերվում է խաղով, այդ վարդավառի խաղով, հա, իրար վրա ջուր ցպնել։ Ես կռիվ չեմ տալիս վարդավառի դեմ։ Դա ազգային հնուց եկած սովորություն է, որը որ մեր ազգային խաղն է, եւ մենք կրողն ենք այդ ավանդույթների։ Փառք Աստծո, իմաստափոխվել է, սկզբնական շրջանում այն հեթանոսական իմաստ է ունեցել, հա, եւ այլն, բայց հետո իմաստափոխվել է դա եւ միայն խաղն է մնացել։ Ոչ մեկ փողոցում ինչ որ իրար վրա ջուր լցնելուց ինչ որ երկրպագություն չի մատուցում որևէ մեկ աստվածու կամ չաստվածու։ Հասկանալի է, չէ՞ միտքը սիրելիներս։ Խաղը պահպանվել է եւ այդպես մենք շատ բաներ ունենք, տաղեր ունենք, երգեր ունենք, խաղեր ունենք, ազգային սովորություններ ունենք, մեր բառապաշարի մեջ բառեր ունենք, որոնք որ գալիս են հեթանոս ժամանակներից, ու մենք չենք կարող ամեն ինչը ջնջել, վերջին 1700 տարվա եղածը պահել։ Եթե այդ նույն չափանիշներով գնանք 1700 տարվա մեջ է լիքը սխալ բաներ կա, որոնք ներմուծվել է, վերջը ջնջում ենք, գալիս ենք, դառնում ենք միայն, ասենք, ներկա պատկերացումներով ավետարանական անունը կրող, ես տրադիցիոն իսկական ավետարանական եկեղեցու մասին չեմ խոսում, որովհետև ավետարանական եկեղեցին ինքը հայկական արմատները պահպանող եկեղեցի է, հայությունը կարևորող եկեղեցի է, բուն հայաստանյաց ավետարանական եկեղեցին եւ նրա հետ ձուլված նաև մկրտական եկեղեցին, որ Հայաստանում տասնամյակներ շարունակ 100 տարուց ավել գործել է եւ վերջերս Հայաստանյաց ավետարանական եկեղեցին տոնեց իր 180-ամյակը եւ իր անուրանալի նպաստն է բերել մեր ազգի շինության մեջ, բայց կան նաև կրոնական խմբեր, կան եկեղեցիներ, որոնք որ կարծես թե ինչ որ կուր պայքար են մղում մեր ազգային սովորույթների դեմ, մեր ազգային տրադիցիաների դեմ պայքար են մղում, որոնք որ հակաստվածային չեն։ Եվ եթե մի բան ուղղակի ձեր, ասենք, ուղեղի մեջ չի տեղավորվում կամ չեք հասկանում, չի նշանակում կռիվ պետքա տալ դրա դեմ, էլի։ Եթե կռիվ պետքա տանք, պետքա սեփական տգիտության դեմ կռիվ տանք, սիրելիներ։ Եթե մի բան լավ չենք հասկանում, ուրեմն պետք է ավելի շատ սովորենք, ավելի շատ կարդանք, ավելի շատ ուսումնասիրենք, ոչ թե ստեղից ընդեղից ինչ որ բաներ ենք լսել ու կռիվ ենք տալիս։ Կամ այդ ոնց եղավ, մենք շատ ավելի իմաստուն գտնվեցինք, քան օրինակ 1700 տարի առաջ, չգիտեմ, Սուրբ Գրիգոր Լուսավորչի օրոք, երբ որոշումներ կայացրեց, օրինակ այս տոնը փոխարինվի այս տոնով կամ մյուսը եւ այլն։ Այդ ինչ մենք ավելի սուրբ եւ ավելի գրագետ եւ ավելի սուրբ գիրք իմացող, մարդիկ սուրբ գիրք են թարգմանել, լեզու տառ են ստեղծել, հələ մեկը թող վերստե այբուբեն ստեղծի։ Այբուբեն են ստեղծել, որովհետեւ սուրբ գիրք թարգմանեն։ Սուրբ գիրք են թարգմանել ու մեզ որպես ժառանգություն են տվել, ու մենք այսօր քննադատում ենք այդ արմատներն են քննադատում, այդ ծագումն են քննադատում։ Չի կարելի։ Մի քիչ պետք է համեստ լինել, մի քիչ պետք է խոնարհ լինել, եւ մի քիչ պետք է ավելի գնալ խորհուրդը հասկանալու համար։ Իսկ խորհուրդը շատ մեծ է։ Հիսուսի փոխակերպման կամ Հիսուսի այլակերպության կամ Հիսուսի պայծառակերպության, որ անունն ուզում եք նշեք։ Դրա խորհրդի մասին ենք մենք խոսում։ Նախ մենք խոսեցինք, որ Հիսուսի փոխակերպություն նրա աստվածության հայտնությունն էր։ Խորհուրդը պայծառակերպության նրա աստվածային էության հայտնությունն էր։ Մեկ առաջինը սրա մասին խոսեցինք, երկրորդ մենք սկսեցինք խոսել, որ այն օրենքի եւ մարգարեների հաստատումն էր, որ Հիսուսն է Քրիստոսը, որովհետեւ Մովսեսի եւ Եղիայի հայտնությունը, ներկայությունը, տեսեք երկու իրադարձություն, մի քանի իրադարձություն տեղ ունեցավ, առաջինը ինչ էր, Հիսուսի այլակերպությունն էր, պայծառակերպությունն էր, որը որ խորհրդանշում էր իր աստվածային էությունը, իր աստվածային բնույթը, կարծես իր աստվածային էությունը ճեղքեց ներսից, մարմնից ճեղքեց եւ փայլատակեց։ Դա ոչ մի մարդու հետ չի կարող այդպիսի բան լինի։ Ոչ մի մարգարեի հետ չի կարող այդպիսի բան լինի։
Նրա ներսից իր աստվածային պայծառությունը արտացոլվեց։ Երկրորդ հայտնվեցին Եղիան եւ Մովսեսը, որոնք որ ներկայացնում էին, ներկայացուցիչներն էին հին ուխտի, օրենքի եւ մարգարեների։ Եղիան համարվում է 5 կտականի մեծագույն մարգարեներից մեկը, իսկ Մովսեսի ձեռքով Մովսեսը եւ մարգարե էր եւ օրենքը տրվեց։ Իսկ ամբողջ օրենքն ու մարգարեները խոսում էին Մեսիայի մասին, Քրիստոսի մասին էին խոսում։ Ու նրանց ներկայությունը հաստատում էր, որ սա է ընտրյալը, սա է որի մասին որ խոսում էր եւ օրենքը եւ մարգարեները։ Եվ այսպես մենք անցյալ անգամ խոսեցինք մի քանի կարևոր մարգարեություններ, որոնք որ օրենքը եւ 5 կտակարանը անում է, եւ մենք տեսնում ենք դա իրականացած Հիսուս Քրիստոսով։ Եվ սա հնարավոր չէ։ Մենք շեշտեցինք, որ 300-ից 400 մարգարեություններ կա 5 կտակարանում, որոնք որ վերաբերվում են Մեսիային, Քրիստոսին, եւ նրանք մեծամասնությամբ կամ ամբողջությամբ գոնե 191-ը շատ այսպես ուղակի կերպով, եթե չենք տրվում մեկնաբանություններին, հա, որտեղ այնտեղ մեկնաբանություններ կան, զատկական գառան մեկնաբանությունը կա, որ ամբողջությամբ խորհրդանշում է Քրիստոսին, բայց գոնե ուղակի մարգարեություններ, 191 ուղակի մարգարեություններ, որոնք որ իրականացված են Հիսուս Քրիստոսի կյանքում։ Բայց մենք իհարկե 191-ին չենք անդրադառնա, որովհետև դա գոնե տարուց ավել պետք է խոսենք դրա մասին։ Բայց գոնե կարևորագույններից մի քանիսին մենք սկսեցինք անդրադառնալ։ Անցյալ անգամ մենք խոսեցինք Հիսուսի ծննդյան եւ տոհմաբարության մասին, որի մասին կար մարգարեություն, հիշում եք, ծնունդ եւ տոհմաբարություն։ Այսօր եկեք խոսենք ծառայության եւ գործերի մասին։ Ծառայություն եւ գործեր։ Հիսուսի ծառայությունը եւ գործունեությունը նույնպես մարգարեացված էր։ Ոչ միայն տոհմաբանությունը, որտեղից է ծագում, որտեղից է գալիս, ում սերունդից է եւ այլն, հապա նրա գործերի եւ ծառայությունների վերաբերյալ նույնպես տեսնում ենք, որ մարգարեները խոսել են, որոնց ուզում եմ ես գոնե այսպես հակիրճ կերպով անդրադառնալ։ Եթե ժամանակ լինի, եւս մեկ կանխագուշակման մասին կխոսենք։ Եվ այսպես Եսայի մարգարեությունում մենք կարդում ենք 35-րդ գլուխ։ Եսայի 35, առաջին համարից կարդանք։ Անապատն ու չոր երկիրը պիտի ուրախանան, եւ անբնակ երկիրը պիտի ցնծա, ու Շուշանի պես պիտի ծաղկի։ Անիկա բոլորովին ծաղկի եւ ցնծությամբ ու երգելով պիտի ուրախանա։ Անոր պիտի տրվի Լիբանանի փառքը, Կարմեղոսին ու Սարոնին վայելչությունը, անոնք Տիրոջը փառքը, մեր Աստծուն վայելչությունը պիտի տեսնեն։ Ինչպես է արտահայտվելու այդ վայելչությունը, այդ փառքը տեսնելը, այդ ուրախությունը, այդ ծաղկունքը, ինչպես է արտահայտվելու, որի բնորոշումը տալիս է Եսայի մարգարեն։ Հաջորդիվ խոսքերն են ասում. Թուլացած ձեռքերը ուժով ցուցեք ու դողդոջուն ծունկերը զորացուցեք։ Թուլասիրտներուն ասեք, ուժով ցեք մի վախենակ, ահա ձեր Աստվածը վրեժխնդրությունով ու Աստծո հատուցումով պիտի գա, անակա պիտի գա ու ձեզ պիտի ազատի։ Այն ատեն, լսեք, կույրերուն աչքերը պիտի բացվեն ու խուլերուն ականջները պիտի բացվեն, այն ատեն կաղը եղջերուի պես պիտի ցածկրտե ու համրին լեզուն օրտնություն պիտի երգե, քանզի անապատին մեջ ջուրեր եւ անբնակ երկրի մեջ հեղեղներ պիտի բխեն։ Ալելույա, կարեք շարունակեք կարդալ։ Երկիրը պիտի ցնծա, Շուշանի պես պիտի ծաղկի, բոլորովին պիտի ծաղկի եւ ցնծությամբ ու երգերով պիտի ուրախանա։ Ոնց կարող է մեկը ուրախանալ, ոնց կարող է մեկը ցնծալ։ Մեկը իր կյանքը ծաղկունքի նմանեցնի, գարնանային ծաղկունքի նմանեցնի, եթե նրան պատում են ցավերը, ֆիզիկական ցավերը եւ հոգեվոր ցավերը։ Կյանքի գեղեցկությունը աշխարհի բնության,
Գեղեցկությունը մարդու աչքին չի գալիս, երբ որ ունի ներքին ցավեր եւ հոգեբանական ցավեր եւ ֆիզիկական ցավեր։ Ոչ կերածից տես բան հասկանում, ոչ տեսածից տես բան հասկանում, ոչ ունեցածը տես վայելում, երբ քեզ պատում են ցավերը, ներքին ցավեր, ֆիզիկական ցավեր։ Բայց գիտեք ինչ թանկագիններս, մեր Աստվածը անտարբեր չէ մեր ցավերին։ Մեր Աստվածը անտերության չի մատնել իր ստեղծագործությունը, իր ժողովրդին, եւ նրանից պահանջում, որ գիտեք ինչ իրեն հավատան, իրեն երկրպագեն, իրեն զոհեր մատուցեն, իրեն պաշտեն եւ այլն։ Մեր Աստվածը եսակենտրոն Աստված չէ։ Մեր Աստվածը մտահոգված է յուրաքանչյուրիս ցավով, յուրաքանչյուրիս խնդիրով եւ նա պատրաստ է միջամտելու, ազատագրելու համար, ինչպես խոստումն է ասում եւ ասում է նա պիտի ազատի։ Թուլասիրտներուն ասեք, ուժովցեք, մի վախեցեք, ահա ձեր Աստվածը վրեժ խնդրությունով ու Աստծո հատուցումով պիտի գա, անիկա պիտի գա ու ձեզ պիտի ազատի։ Մեր Աստվածը վրեժ խնդրությունով պիտի գա, նա պիտի գա ու պիտի ազատի։ Ցավը, լինի ֆիզիկական, լինի հոգեբանական ցավը, մեղքի ու մեղսագործության պտուղ է։ Սրա արդյունքն է, որը որ մենք ժառանգեցինք։ Բայց մեր Տիրոջը խոստումն է, որ նա պիտի գա մեզ ազատելու համար։ Եվ ասում է այն ատեն կույրերը պիտի տեսնեն, կույրերի աչքերը պիտի բացվի, խուլերուն ականջները պիտի բացվեն, այն ատեն կաղերը եղջերուի պես պիտի ցածկեն ու համրերին լեզուն, օրհնություն պիտի երգի, քանզի անապատի մեջ ջուրեր եւ անբնակ երկրի մեջ հեղեղներ պիտի բխեն, փառք Տիրոջը։ Հիմա եկեք գանք նոր կտակարան։ Մատթեոս ավետարան 15:29-ից միջ 31-րդ համարները։ Հիսուս անկե գնաց, երբ Գալիլեա ծովեզերքը հասավ, լեռը ելավ նստավ, շատ ժողովուրդ իրեն եկան, որոնք իրենց հետ ունեին կաղեր, կույրեր, համրեր, հաշմանդամներ եւ ուրիշ հիվանդներ եւ ձգեցին զանոնք Հիսուսի ոտքը։ Նա էլ բժշկեց զանոնք, այնպես որ ժողովուրդը զարմացավ, տեսնելով, որ համրերը կխոսեն, հաշմանդամները կբժշկվեին, կաղերը կքայլեին, կույրերը կտեսնեին ու Իսրայելի Աստվածը կփառավորեին։ Այս խոսքերը գործնական իրականացումն էր այդ մարգարեության, որ քիչ առաջ մենք կարդացինք։ Այն խոստումը, որ Աստված տվել էր իր ժողովրդին, Աստված տվել էր մարդկանց, որ անապատը պիտի ծաղկունքի վերածվի, ցավը ու տառապանքը պիտի վերցվի եւ պետք է գա ձեր Տեր Աստվածը վրեժ խնդրությունով ու պետք է բժշկի ձեր ցավերը, կույրերը պիտի տեսնեն, կաղերը պիտի քայլեն, համրերը պիտի խոսեն։ Այս մարգարեությունը մենք տեսնում ենք գործնականապես իրականանում է Հիսուս Քրիստոսով։ Քրիստոս եկավ եւ մարդկային ցավերը սկսեց բուժել։ Հիսուս միայն բարի բաների ուսուցիչ չէր, բարի դասերի ուսուցիչ չէր, բարի խորհուրդներ տվող չէր, կամ վարդապետական դասընթացներ անցկացնող չէր, սեմինարներ վարող չէր Քրիստոս, լավ խոհապեդիսոպայական մտքեր փոխանցող չէր, ֆեյսբուքյան ստատուս գրող չէր։ Հիսուսը գործնականապես մտավ մարդկանց կյանքերի մեջ եւ նա սկսեց մեկ առ մեկ վերցնել նրանց ցավերը, բուժել նրանց ցավերը, որովհետեւ նա էր նրանց Տերը, նա էր նրանց Աստվածը եւ նա չէր կարող անտարբեր լինել, երբ նրա ոտքն էին բերվում կաղեր, կույրեր, համրեր, սկսեց բուժել նրանց եւ ժողովուրդը զարմանում էր տեսնելով, որ համրերը խոսում են, հաշմանդամները բժշկվում էին, կաղերը քայլում էին, կույրերը տեսնում էին եւ արդյունքում գրված է Իսրայելի Աստվածն էին փառավորում, ալելույա։
Նաև կարդում ենք Ղուկասի ավետարանի մեջ 4-րդ գլխում 17-ից 22 համարներում կարդանք 16-ն էլ, որ միտքը ամբողջական լինի։ Երբ եկավ Նազարեթ, ուր ինքը մեծացել էր, իր սովորությամբ պես շաբաթ օրը մտավ ժողովարանը, ելավ որ կարդա։ Տվին նրան Եսայի մարգարեին գիրքը, երբ գիրքը բացեց, գտավ այն տեղը, ուր գրված էր Տիրոջ հոգին իմ վրա է, վասնզի ինձ օծեց աղքատներուն ավետարան քարոզելու, զիս ղրկեց կոտրած սիրտ ունեցողներուն բժշկելու, գերիներին ազատություն, կույրերին տեսողություն քարոզելու, հարստահարություն կրողներուն ազատելու, Տիրոջը ընդունելի տարին քարոզելու։ Եվ գիրքը գոցելով տվավ սպասավորին եւ նստավ։ Ժողովարանը եղողներուն ամենքը աշկերնին տնկած անոր կնային։ Սկսավ անոնց ասել. այս գրվածը կատարվեցավ ու ձեր ականջները լսեցին։ Ամենքն էլ անոր վրա կվկայեին ու կզարմանային անոր բերնեն ելած շնորհալի խոսքերուն վրա եւ կսեին. ասիկա Հովսեփի որդին չէ։ Նախ ուշադրություն դարձրեք, որ Տեր Հիսուս ասում է գնաց Նազարեթ, ուր ինքը մեծացել էր եւ իր սովորության պես շաբաթ օրը մտավ ժողովարան, ելավ որ կարդա, իր սովորության պես։ Սա նշանակում է, որ նա մի սովորություն ուներ, որը մանկուց կիրառվում էր։ Եվ որն էր այդ սովորությունը։ Գնալ ժողովարան։ Հիսուսը այդ սովորությունը ուներ։ Գնար ժողովարան, եթե ժողովարան բառը այսօրվա մեր բառապաշարով, այո, դա սինագոգն էր, բայց ներկայիս մեզ համար դա եկեղեցին է, պաշտամունքի վայրը, ուր որ մենք պաշտամունք ենք մատուցում առ Աստված։ Եվ Հիսուսը ուներ այդ սովորությունը։ Եվ Հիսուսը չասեց. ես եմ եկեղեցին, ես եմ եկեղեցու գլուխը, ես պետք է գնամ ինչ, ուր որ հրյա ռաբիներն են հավաքում, նրանք ով են։ Այդպես բաներ ասեց Հիսուս։ Այսօր մեկը երկու գիրք ավել է կարդում, իր առանձին եկեղեցին է սկսում։ Էլ արդեն դուք ով եք, ես գամ ձեր մոտ ձեզանից քարոզ, հիմա ինձ պետք է լսեն եւ այլն, այդպես է։ Հիսուսը ինքը արդեն երբ որ մեսիական ծառայության մեջն էր, հասկանում եք ինքն է Տերը աշխարհին, ինք ամբողջ գիրքը իր մասին է խոսում։ Բայց ինքը իր սովորության համաձայն խոնարհաբար գնում է պաշտամունքի, գնում է սինագոգ, գնում է ժողովարան։ Եվ ժողովարանում այսպիսի կարգ կար, որ խոսքի գիտակներին հրավիրում էին, որպեսզի կարդային։ Երբ եկավ Նազարեթ, ուր ինքը մեծացել էր, սովորությանը պես շաբաթ օրը մտավ ժողովարանը ու ելավ կարդալու։ Իմիջիայլոց կարևոր մի բան այստեղ ուզում եմ նշել, որ կարծես ուղղակիորեն մեր պատգամի հետ կապված չէ, բայց այս տեղեկություն ուզում եմ ձեզ տալ։ Ոմանք ասում են, որ Հիսուսի պատանեկությունը ավելի ճիշտ պատանեկությունն ու երիտասարդությունը անհայտ է, Սուրբ Գրքը չի խոսում դրա մասին, ճիշտ է։ Այո, այդպես է։ 12 տարեկանից մինչև 30 տարեկան ոչ մի տեղեկություն չկա Հիսուսի մասին, թե ինչ էր անում, ինչով էր զբաղվում, որտեղ էր ապրում եւ այլն եւ սրանից օգտվելով կան կրոնական ուղղություններ, հատկապես արևելյան կրոնները ասում են, որ Հիսուսը 12-ից մինչև 30 տարեկանը անցկացրել է արևելքում, Տիբեթում է անցկացրել, արևելյան կրոններին է սովորել եւ այլն եւ իրենք ունեն հատուկ ուրեմն Հիսուսի հանդեպ հատուկ վերաբերմունք, հատուկ չասեմ պաշտամունք, բայց գոնե հատուկ հարգանք եւ համարվում է, որ նա արևելյան այդ փիլիսոփայությունը բերեց դեպի Իսրայել եւ այլն, որովհետեւ այդ մտքերը որ կա, Հիսուսը ասում է դա այդպիսի մտքեր նաեւ կա արևելյան շատ այսպես ուսուցիչներ, հա, իրեն ժամանակին տվել են եւ ասում են որ Հիսուսը եղել է այդ շրջանում 12 տարեկանից մինչև 30 տարեկան եղել է Տիբեթում կամ արևելքում ինչ որ կրոններ ուսումնասիրելուց։ Սա սխալ մոտեցում է եւ երբ որ մենք ասում ենք սխալ մոտեցում է, ասում են բա որտեղ է գրված Սուրբ Գրքում, որ օրինակ ինքը սրանով է զբաղվել, նրանով է զբաղվել, չկա գրված, ուրեմն կարա լինի որ նա օրինակ Տիբեթում եղած լինի։ Բայց այստեղ այս համարը արդեն ինքը հուշում է, ասում է, երբ եկավ Նազարեթ, ուր ինքը մեծացել էր, լսեք, իր սովորության պես շաբաթ օրը մտավ ժողովարան։
որ կարդա։ Իր սովորության պես, նշանակում է տարիներով ձևավորված սովորություն կար, որը որ Նազարեթում նա կիրառում էր։ Իսկ Նազարեթը այն քաղաքն էր, որտեղ որ ինքը մեծացել է, իր ծնունդից հետո Բեթլեհեմից տեղափոխվել են Նազարեթ, որտեղից էին Հովսեփը, ծնողները, այսպես ասենք, հա, եւ Մարիամը։ Եվ իր սովորության պես գնաց ուրեմն Նազարեթ եւ ժողովարան գնաց ու սկսեց կարդալ իր սովորության պես։ Եվ մարդիկ գիտեին, մարդիկ ճանաչում էին, հետ հաջորդի խոսքն ասում է ոնց, էսի Հովսեփի որդին չէ եւ այլն, ճիշտ է։ Ուրեմն որտեղ էր, Նազարեթում էր, այլապես Հիսուսը չէր կոչվի Նազովրեցի։ Չեմ կարծում Հիսուսին կոչեին Նազովրեցի, քանի որ մինչև 12 տարեկանը նա ապրել է Նազարեթում։ Նազովրեցի էր կոչվում, որովհետև մինչև իր մեսիական ծառայության մեջ մտնել ինքը ապրել է Նազարեթում։ Դրա համար եւ իր սովորությունն էլ այնտեղ էր ձևավորվել, Նազարեթում էր ձևավորվել։ Սա ի պատասխան նրանց, ովքեր որ ասում են, չէ, գիտեք, Հիսուս եղել է Տիբեթում կամ Հնդկաստանում կամ այսինչտեղ կամ այնինչտեղ։ Ինչ որ է։ Ուրեմն մենք տեսնում ենք, որ Քրիստոս Եսայի մարգարեության գիրքն է բացում եւ կարդում է, ասում է Տիրոջ հոգին իմ վրա է, վասնզի նա ինձ օծեց աղքատներուն ավետարան քարոզելու, ղրկեց կոտրած սիրտ ունեցողներուն բժշկելու, գերիներին ազատություն, կույրերին տեսողություն քարոզելու, հարստարություն կրողները ազատելու, Տիրոջը ընդունելի տարին քարոզելու։ Եսայի մարգարեության խոսքերն է մեջ բերում, որը վերաբերվում է Մեսիային, որը պիտի գա եւ ավետարան, բարի լուր պիտի քարոզի իր ժողովրդին։ Նաև ինձ ուղարկեց, ասում է, կոտրած սիրտ ունեցողներին բժշկելու։ Սա խոսում է ներքին ցավերի մասին։ Եթե քիչ առաջ մենք կարդացինք արտաքին ցավերը, հա, կույրային, համրային եւ այլն, սա արդեն խոսում է ներքին ցավերի մասին, որը որ Մեսիան պիտի գար եւ աներ գերիներին ազատություն։ Ինչ գերության մասին է խոսքը։ Տարբեր կապանքներ ունեցողների, տարբեր սովորություններ, որոնք որ կործանում են մարդուն, ազատություն քարոզելու, գույրերին տեսողություն քարոզելու։ Սա հոգևոր կուրությանն է վերաբերվում, որովհետև հոգևոր կուրությունը բժշկում է միայն քարոզի շնորհիվ։ Եթե ֆիզիկական կուրության համար Հիսուսը ոչ թե քարոզ տվեց, այլ ինչ արեց, կավ շինեց, չէ, հողից թքեց հողի մեջ եւ կավ շինեց ու բժշկեց նրան, մենք տեսնում ենք հոգևոր կուրությունը բժշկվում է ինչով։ Քարոզով, խոսքով է բժշկվում։ Հարստահարություն կրողները ազատելու, Տիրոջ ընդունելի տարին քարոզելու եւ գիրքը գոցելով սպասավորին տվեց ու նստեց։ Ժողովարանը եղողները ամենքն էլ աչքերին տնկած անոր կնային, կարծես թե դեռ սպասելիք ունեին, ակնկալիք ունեին, որը որ չէր իրականացել։ Այսինքն նա կարդաց եւ շարունակություն չտվեց, եկավ նստեց։ Սկսավ անոնց ասել, քանի որ սպասում էին, բա հետո, բա ինչ ես քարոզելու։ Այդքանը կարդացիր, բա քարոզը ինչ է լինելու։ Եթե սովորական ռաբիները ինչ էին անում, կարդում էին, հետո սկսում էին սովորեցնել, ուսուցանել, քարոզ տալ, Հիսուսը կարդաց, ավելացնելու բան չուներ, եկավ նստեց։ Բայց մարդիկ սպասելիքներ ունեին, ակնկալիքներ ունեին եւ ուր ես նստում, բա մեկնությունը ով պիտի տա։ Մեկնություն չկա։ Հիսուսն ասում է, սկսավ անոնց ասել, այսօր այս գրվածը կատարվեցավ ու ձեր ականջները լսեցին։ Փառք Տիրոջը։ Չի մեկնաբանում, այլ ասում է, այսօր այս ամենը կատարվեց ու ձեր ականջները լսեցին։ Մարդկանց համար անհասկանալի էր։ Ամենքն էլ անոր վրա կվկային ու կզարմանային անոր բերնին ելած շնորհալի խոսքերով վրա եւ կսեին, ասիկա Հովսեփի որդին չէ։ Մի պահ զարմանում էին նրա ասածների վրա, բայց մյուս կողմից էլ ասում էին ոնց, էսի Հովսեփի որդին չէ։ Եվ այստեղ հակասությունը մտավ։ Հետո արդեն կոնֆլիկտ է հասունանում։ Այն աստիճան, որ ցանկացան տանել գահավեժ տեղից նետել։ Բայց գործերն ավելի բարձր են խոսում, քան թե խոսքերը։ Գործերն ավելի բարձր են խոսում, քան թե խոսքերը։ Եվ մենք տեսնում ենք այս գործերը իրականացնում է Տեր Հիսուս Քրիստոսը, օրհնյալ լինի նրա սուրբ անունը։ Եվս մեկ հատված Ղուկաս 7:22։ Վերևից կարդանք, որ կոնտեքստը ձեզ ծանոթ լինի։ Այս բաները Հովհաննեսին պատմեցին, սա 18-ից եմ կարդում,
Հովանեսն ալ իր աշակերտներուն երկուքը իրեն կանչելով զանոնք Հիսուսին ղրկեց ասելով դու նա էր որ գալու էր թե ուրիշին սպասենք։ Հովանեսը բանտի մեջ էր եւ կասկած մտավ իր մեջ Հիսուսի ով լինելու վերաբերյալ եւ իր աշակերտներին ուղարկեց Հիսուսի մոտ։ Իմիջայլոց սա զարմանալի բան է։ Հովանես առաջինն էր որ ճանաչեց Հիսուսին որպես Մեսիա եւ հայտարարեց աշխարհով մեկ։ Եվ հիմա նեղության մեջ, բանտի մեջ երկմտում է, կասկածում է։ Աշակերտները գնացին անոր եւ ասացին Հովանես Մկրտիչը մեզ ղրկեց քեզ ու կարծենը դու նա ես որ գալու էիր թե ուրիշին սպասենք։ Նույն ժամուն շատերը բժշկեց իրենց հիվանդություններից ու հարվածներեն եւ չար ոգիներ ու շատ կույրեր տեսություն շնորեց։ Ապա Հիսուս պատասխան տալով անոնց ըսավ. Գնացեք Հովանեսին պատմեցեք ինչ որ տեսակ ու լսեցիք։ Թե կույրերը տեսնում են, կաղերը քայլում են, բորոտները մաքրվում են, խուլերը լսում են, մեռելները հարություն են առնում, աղքատներին ավետարան է քարոզվում։ Երանի նրան, որ ին վրայով չի գայթակղվում։ Փառք Տիրոջը։ Եվ որ Հովանեսը կասկածեց, երկմտեց, թե արդյոք Հիսուսն է Քրիստոսը, Մեսիան, որին սպասում ենք, իր աշակերտներին ուղարկեց եւ ասաց դու ես որ պիտի գայր թե ուրիշին սպասենք։ Հիսուսի պատասխանը շատ հստակ է լինում։ Գնացեք եւ ասեք Հովանեսին, այն ինչ որ տեսակ։ Իսկ ինչ տեսան։ Տեսան որ կույրերը տեսնում են, համրերը խոսում են, բորոտները բժշկվում են, հաշմանդամները քայլում են, մեռելները հարություն են առնում։ Հիսուսի գործերը մարգարեացված էր 5 տակարանում եւ Հիսուսով այն իրականություն դարձավ։ Աստծո խոսքը մեզ սովորեցնում է, ասում է, որ Քրիստոս նույնն է երեք այսօր եւ հավիտյան։ Նրա գործերի մասին մարգարեացվել էր հազարամյակներ առաջ, Քրիստոսի ծնունդից 100-ամյակներ առաջ, Քրիստոս այն իրականացրեց, Քրիստոսի մահից եւ հարությունից հետո աշակերտները Հիսուսի անունով շարունակում էին ավետարան քարոզել, հոգևոր կուրությունը բուժել, հոգևոր խլությունը բուժել ավետարանի խոսքով, հոգևոր հաշմանդամությունը բժշկել եւ ինչու՞ չէ նաեւ մարդկանց ֆիզիկական ցավերն էին վեր առնում աղոթքներով, որովհետեւ Աստծո խոսքն ասում է Հիսուս Քրիստոսը նույնն է երեք այսօր եւ հավիտյան։ Ես քեզ համար բարի լուր ունեմ սիրելիս։ Սա միայն լոկ անցյալի իրադարձություն չէ։ Նրա բազուկը չի կարճացել օգնելու քեզ, քո ցավերն էլ վեր առնելու։ Միայն թե հավատով Հիսուսի դիմի ու Տիրոջը հրաշքը պիտի տեսնես։ Կամ արտեստեղ եկեղեցում, որ իր կյանքում տեսել է Քրիստոսի գործը։ Եթե կա մի պատ ձեռքդ վեր բարձրացրու եւ իջեցրու։ Տեսել ես իրապես տեսել ես Քրիստոսի գործը։ Ինչպես ավետարանն ասում է, որ եւ ժողովուրդը Իսրայելի Աստծուն էին փառաբանում, դու էլ քո Տեր Աստծուն, մեր միակ ու ճշմարիտ Աստծուն, փառաբանիր ողջ կյանքիդ ընթացքում։ Եթե տեսել ես Տիրոջը գործերը, օրհնյալ լինի նրա սուրբ ու պատվական անունը։ Իսկ եթե դու այսօր ցավի ու տառապանքի մեջ ես, թանկագինս չհուսահատվես, հավատքով աղոթք արա։ Մենք էլ կաղոթենք քեզ համար։ Ցավդ հայտնիր ու աղոթքով Տիրոջ առաջ կբերենք ու վստահ եղիր, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը կենթանի է։ Նրա բժշկարար ձեռքը երբեք չի կարճացել։ Քո խնդիրը լինի հոգևոր, լինի հոգեբանական, լինի միայնության խնդիր, լինի վիրավորանքի խնդիր, ինչ ցավ որ ունես, եւ հոգևոր, եւ ֆիզիկական, մեր Փրկիչը անտարբեր չի քո ցավի հանդեպ։ Նա պատրաստ է քեզ բժշկելու իր սուրբ ձեռքերով, օրհնյալ լինի նրա սուրբ ու պատվական անունը այժմ ու միշտ ու հավիտյան դարերում։ Ամեն։ Ոտքի կանգնենք։ Փառապանց մեր բարեգութ Հայր, շնորհակալ ենք ողորմած Տեր, որ դու կենթանի ճշմարիտ Աստված ես, որ դու կուրքերի նման չես Տեր, որ անուն ունես, բայց մեռած, աչքեր ունես ու չես տեսնում, բերան ունես ու չես խոսում, ականջներ ունես ու չես լսում, բայց դու իրական ու ճշմարիտ ես Հայր, քո զավակների աղոթքները լսող ու պատասխանող Աստված ես։ Փառք քեզ քո բժշկարար բազուկի համար, որ ինչպես մարգարեացան մարգարեները այն իրականություն դարձավ Հիսուս Քրիստոսով, այսօր էլ մենք տեսնում ենք նրա կենթանի գործերը, ու այսօր էլ մենք դավանում ենք, որ Քրիստոս նույնն է երեք, այսօր եւ հավիտյան։ Փառք քեզ Քրիստոս Աստված մեր, փառք քեզ, որ
Մովսեսն ու Եղիան եկան, որպեսզի քեզ աշխարհին ցույց տան, որ սրա մասին էինք խոսում, նրա մասին էինք խոսում, նրան մտի կրեք, ինչպես հայրը վկայեց երկնքից։ Շնորհ որ մենք էլ այդ սրտով ու հոգով քեզ լսենք, քեզ հնազանդվենք։ Ու այն ժամ պետք է տեսնենք քո բազում հրաշքները մեր կյանքում։ Օրհնյալ ես դու Տեր, խաղաղությանդ մեջ պայր քո ժողովրդին։ Եվ առաջնորդիր իրենց կյանքի բոլոր օրերում, ներկա եղողներ, հերվից լսողներ, ամենքի վրա թող թափվի քո հայրական օրհնությունը, քո բժշկարար բազուկով Տեր, որ քո զավակները դավանեն քո սուրբ անունը, դու ես արժան ընդունելու ամեն փառքն ու պատիվը։ Օրհնյալ ես դու Տեր, մենք քո գործերի վկաներն ենք, ուստի ինչքան մեզ շունչ տաս այս աշխարհի վրա, քո անունը պետք է մեծարենք, մեր սիրելի Տեր, մեր Փրկիչ Հիսուս Քրիստոս։ Բռնիր մեր ձեռքով Տեր ու առաջնորդիր Հայր, այս կյանքի դժվարին ուղիներում, որ երբեք չերկնչենք, երբեք չտրտմենք, երբեք չդժգոհենք, հապա փառաբանենք քո սուրբ անունը, մեծարենք քո պատվական անունը, դու արժան ես ընդունելու ամեն փառքը, պատիվը, իշխանությունն ու զորությունը, այժմ եւ միշտ ու հավիտյանս հավիտենից։ Եվ հիմա մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդակցությունը ձեզ հետ լինի, գնացեք Տիրոջ խաղաղությամբ։ Ամեն։